Ինչպես եք։ Ինչ կա, լավ ա գործերը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա գնում ենք տանիք, համայնքապետարանում իրականում իրավիճակը շատ վատ է, հանցեք։ Ինչ առումով, որ ոչ ունենք ջեռուցում, ոչ փողացնող համակարգ, այսինքն զմրանը իր խնդիրներն էր լինում ամռանային, դրա համար որոշեցինք, որ վերանորոգ ենք, դե տանիքի մասին էլ չեմ խոսում, որ ամեն անգամ անձրևներից հետո գալուց ձեզ Այն ազբեստ կոչված բանով էր փակված ու մի քանի տեղ, մի քանի չէ, գրեթե ամբողջությամբ են վնասված ու անձրևների ժամանակ բնականաբար բոլոր սենյակները կաթում, թրջվում ու անհարմարություններ էլ։ Հիմա ցենց Հիմա տանիքներն ենք անում, ջեռուցման համակարգ արդեն կառուցել ենք, բայց գազաֆիկացում դեռ գազաֆիկացրել ենք, գազ չի եղել դե համայնքապետարանի շենքում ու հիմա պետք է մի երկու խնդիր կար, փորձում ենք մինչև ամանոր այդ լուծեն գազաֆիկացման հարցը, բայց թերություններ կար, շինարարը մի երկու բան թերի էր արել, հիմա լրացուցիչ աշխատանքները կատարի կմիացնենք ու ամբողջությամբ համայնքապետարան շենքը արդեն ջեռուցում կունենա, նաև հոսանքների այդ մալուխներն էր շատ վատ վիճակում, ամեն անգամ ինչ-որ վթարներ, դե բնականաբար մեր բոլոր աշխատանքները գրեթե կախված է համակարգիչներից ու ամեն անգամ համակարգիչները ոնց որ անջատվում եւ այլն, մալուխներն էլ ենք ընդհանուր, մալուխներն էլ ենք ընդհանուր փոխում ու շենքի սենյակների մասնակի վերանորոգում ենք անում, հիմա կիշտենք երկու բան ցույց կտամ, ոնց ենք անում։ Հիմա այստեղ եղել է մեր արխիվը, արխիվի սենյակը, ասենց փոքր սենյակ էր ու ահագին ծավալուն արխիվ կա, մերան ձևափոխելու ենք, մեծացնենք, քաղաքաշինության բաժին, օրինակ, հիմա այս վիճակն է եղել, հատակը, կարող նկարեք էլ նույնիսկ, այսինքն լրիվ տենց վատ վիճակ էր, ջեռուցում չկար, դրա համար ու նայեք, հիմա ասենց հարցելա չէ առաջանում, հիմա այլ ուրիշ խնդիր չկա, որ համայնքապետարան, բայց իրականում մեր աշխատակիցներն են, էլի մեր համայնքի բնակիչներն են ստեղից օգտվում ու ոչ միայն աշխատանքիցները, հենց բնակիչները, որ գալիս գնում են, իրանց համար էլ պետք է, չէ, հաճելի միջավայր լինի, չգիտեմ, կոմֆորտ լինի։ Հիմա այս եղել է մեր ԶԱԳՍ-ի աշխատողի աշխատավայրը, հա։ Հիմա տեղափոխելու ենք այնտեղ, երկու սենյակ ենք տրամադրել, մեկը արխիվին է ծառայելու ԶԱԳՍ-ի, կհերիքի չէ մի սենյակը։ Հա։ Սիրուն դարակներ կսարքենք։ Ստեղ էլ ուզում ենք մեր աշխատակիցների համար սարքենք ճաշարանի նման տեղ, որտեղ ճաշի ժամանակ հիմա ոնց է, մարդիկ կամ տուն են գնում, կամ իրանց սենյակներում, որը իրականում ամեն առումով ճիշտ չի, հիմա այստեղ ուզում ենք այս ճաշարան սարքենք, որ ճաշի ժամանակ աշխատակիցները գան ամեն իրանց ցած ասած ճաշ։ Այո։ Դե հիմա նայեք, այն հենց նստած աշխատակիցը ոնց կարա նորմալ աշխատի, հա։ Դրա համար առանց ջեռուցում հնարավոր չի։ Այս մեծ սենյակում քանի հատ ուզում եք էլեկտրատաքացուցիչ միացրեք։ Եղավ, կներեք, ստեսություն։ Սա էլ մեր բարև ձեզ։ Քաղաքացիների սպասարկման սենյակն է։ Մի քիչ ստեղել ենք ձևափոխություններ արել, սենց առանձնացրել ենք աշխատակիցների համար։ Սենց հարմար է, չէ՞ դες։ Ոք էլ բաներ, այստեղ դե առաստաղները շատ բարձր էր, արձագանքում էր։ Հիմա ինչեցրել ենք։ Հիմա չի արձագանքում, չէ՞։ Չէ, շատ լավ է։ Կարևորը տաք։ Ու տաք։ Այս ճանապարհն էլ ենք վերանորոգում։ Ես էլ ինչպես հիշում եք շատ վատ վիճակում էր։ Հիմա այս եզրաքարերն են տեղադրում, բնականաբար
երկու շերտ ասֆալտապատում է լինելու եւ նաեւ նախագծում փոփոխություն ենք անելու այս մալուխները գետնի տակով անցնեն, այսինքն ունենալու ենք շատ լավ վերանորոգված փողոց։ Հիմա ասենց որոշում ունենք, որ 350 ծառ ենք տնկելու, առայժմ ինչ ծառերի մասին է խոսքը, այտենց շատ հստակ չգիտեմ, ավելի ճիշտ կա քննարկման, նույնիսկ մտածում ենք պալմաներ, բայց այդ պալմաները ենթադրում եմ ավելի շատ համահունչ կլինի Թումանյան փողոցը, երբ որ վերջնական վերանորոգենք, այնտեղ այդ ծառատնկումը իրականացնենք, այստեղ երևի թե գնդաձև ակացիաներ եւ միգուցե տույաներ, բայց ոչ շատ մեծացում։ Գնանք երկրորդ մանկապարտեզ, այնտեղ բակի վերանորոգման աշխատանքներն են կատարում։ Բակի վերանորոգման աշխատանքներ, ես ճիշտ ասած ինձ հանդիպել է երեխաների հայցելությունը ձեր մոտ ու կարծում հենց այդ ժամանակ խոսում հնչեց, որ բակը պիտի վերանորոգված լինի, հենց երեխաների խնդրանքով, պարոն Ղումաշյան։ Այո, դուք ճիշտ եք, երեխաներն այցելել են երկրորդ մանկապարտեզի հանդիպման համայնքի ղեկավարի հետ, որ այդտեղ հարցրեցի ինչ եք ուզում, իրանք էլ բնականաբար ասեցին, որ իրենց բակը վերանորոգենք, մենք էլ խոստացանք ու խոստումը հիմա կատարում ենք։ Իդեպ վերևում էլ մեր դպրոցն է, չգիտեմ, այն ժամանակ ասում ենք տխրահռչակ, հիմա կարելի ասել արդեն ավարտական փուլին են հասնում։ Դե բակը շատ վատ վիճակում է եղել, հիմա ասֆալտապատումը արդեն վերջացրել ենք, ստեղ լինելու է խաղարապարակ։ Սա միայն համայնքային ուժերով է, չէ եղել, այսինքն Այո, չէ, բակը սուբվենցիա չի, հենց համայնքի ուժերով ենք արել, թիվը մոռացել եմ ճիշտ ասած, չեմ հիշի։ Դե հա, ցանկապատն է փոխվելու, տաղավարներ են տեղադրվելու, այն մասում արդեն խաղարապարակ է լինելու ու կանաչ զոնա է այստեղ։ Իդեպ այս ներքևի բակի բազմաբնական շենքի բակի նախագծման աշխատանքներն են կատարվում, բակի բարեկարգման, նախագիծը հենց պատրաստ լինի, այս բակն էլ ենք վերանորոգելու, էլի ոնց որ սենց կոմպլեքս է դառնում, էլի դպրոց, մանկապարտեզ, բակ, մանկապարտեզի ներսում նորմալ է, բայց հիմա մենք չենք մտնի, որպեսզի չխանգարենք, եթե չեմ սխալում, քնի ժամը, հա։ Նո սենց ցանկապատով, ասֆալտապատումով ընդհանուր բակը բարեկարգվելու։ Վատ չի, չէ՞ ստացվում։ Լավ է աշխատում, Եղավ, լավ մնացեք։ Գնանք լճերի այգի։ Ալո։ Այսօր մեր բախտից հով եղանակ է։ Հիմա մի քիչ շատ ենք խոսել սրա մասին, հա, այգու վերանորոգման, Սայաթնովայի այգու վերանորոգման, այս երկաթուղային անցման վերանորոգման, բայց որ ասում եմ միգուցե ժողովուրդն էլ ասի, հա, դե ասիկ, ասում եք, վերջը երբ արնելու, հիմա սկիզբը սկսվել է։ Այսինքն այգու վերանորոգման աշխատանքներն սկսվել են։ Մաքրման, չգիտեմ, հողային հատկացման։ Ընդհանուր, հա, դե հիմա այս պահին մաքրման, այստեղ հին ինչ է, սալիկներ եւ այլն քանդում են հանեն, իդեպ երկու ջրավազան ենք ունեցել առաջ, այն ժամանակ ենթադրում եմ, որ նաև օգտագործվել է որպես ջրավազան, բայց հիմա մենք որոշում ենք կայացրել այն մեկը լինելու է ջրավազան, սա սարքելու ենք ոնց որ ներսում խաղահրապարակ։ Այստեղ էլի ունենալու ենք տենց բեմի նման հատված, այնտեղ երեխաների համար զբաղվելու այդ նորավոր խաղալիքներ, սպորտ կոմպլեքս եւ այլն, ու ընդհանուր բարեկարգ նստարաններով, լուսավորությունով փորձում ենք այգի ստանանք ու հետագայում վերևից երբորասի, որ ունենանք արդեն նաեւ Սայաթնովայի այգին այդ մասը բարեկարգված, իդեպ
Մամուրջի նախագիծը պատրաստ է, ուղղակի այդտեղ ֆինանսավորման հարց կար։ Մենք իհարկե ուզում ենք, որ կառավարություն դիմենք ուղիղ ֆինանսավորում անենք, դրա համար մի քիչ ձգձգվում է։ Հիմա փորձելու ենք ցենց ստանանք ընդհանուր մի հատ կոմպլեքս, էլի։ Պարոն Ղումաշյան, թերևս նկատում ենք, որ 2026 թվականը նույն հույս ունենք, տեսանելի արդեն արդյունքներ կգրանցվեն, այսինքն աշխատանքները արդեն քաղաքում բուրըն ընթացքի մեջ են։ 2026 թվականը իսկապես ալավերդիների համար, Ալավերդի համայնքի համար ձեռքբերումներով հարուստ տարի կլինի։ Միանշանակ տենց է լինելու, բայց այդտեղ ուզում եմ մի հատ բան շեշտեմ, էլի, սենց ինչ-որ խոսույթներ եմ լսում ականջովս անգնում, որ իբրև այս աշխատանքները կատարում են ընտրություններին ընդառաջ։ Իհարկե դա աբսուրդ է, որովհետև մենք որևիցե մի օր չենք դադարել աշխատանք կատարելուց։ Ուղղակի այդպես է համընկել, որ հիմա 26 թվականի հունիսին ընտրություններ է, ուզում է լիներ 27 թվականին, ասես թե մենք այս աշխատանքը կատարելու ենք, կամ ընտրությունը լիներ հենց վաղը։ Հիմա ենթադրենք ընտրությունը վաղն է։ Մենք ոչ չենք թողալու այս աշխատանքը, ընտրությունը անցավ, ինչի նկատի ունենք, որ դա ուղղակի անհետ խոսակցություններ է, բնականաբար նման բան չկա։ Միգուցե ինչ-որ ժամանակն այս բաներ եղել է, ժողովրդի մոտ այդ տպավորությունը մնացել է, բայց վստահեցնում եմ մենք որևէ մի անգամ չենք առաջնորդվել, որ վաղ ընտրություն է կամ մյուս օրն ընտրություն, այս գործ անենք, որ չգիտեմ, մեզ ընտրենք։ Մենք մեր աշխատանքը կատարում ենք, ժողովուրդն էլ իրավասու է եւ իր ընտրությունը կկատարի ըստ իր ընտրության։ Շինարարություն նաեւ Թումանյան փողոցի հետ հենապատում են անում, բայց հա, ընդմիշան ժամ է։ Երեք ինտենսիվ աշխատում են։ Լավ կլինի, 5 հատ երեխա ունի մարդը, ասում երեխեքից վեկալեմ, սիրուն կամ երեխեքի մի հատ քաղաքն է, որ զբոսայգի չունի, երեխեքի խաղահարապարակ չունի, ինչ ունի։ Մերուժ, արի, by lose this։ Լավ եք։ Ոնց է։ Լավ է։ Դնում է գործերը։ Այս գոյուղին ընդհանուր փոխել եք, չէ՞։ Նոր տրակտորն աբանարի, հա, բայց փոխած պատրաստ է։ Այս մասում իր դեպ գոյուղին էլ էր ամբողջությամբ վթարվել, փոխվել է։ Հիմա այսօր բացում ենք։ Հա, պրինցիպի իրիկուն բաց։ Պրինցիպի չէ, պետք է բացենք, ինքս քաղաքի տոնն է։ Հա։ Այս պետք է նենց անենք։ Հա, բայց պետք է նենց անենք։ Բացենք ճանապարհը, որ երթևեկությունը լինի, էլի։ Էնել մնա որ ժողովուրդ հանկարծափի, այն կողմից չնայած բացել է։ Այս սետքեն թողեք։ Սետքեն թողեք մնա, բայց այստեղ բանը, այն մանը շեմ են վերել եք։ Հրեն են կատեն մեկ։ Հա, էլի սենց մի երես, ոնց որ փռվի, գոնե որ շոֆերին ես ասեմ արագ-արագ է։ Արագ-արագ էս անենք, որ իրիկունը, վաղը իրիկուն բանն է, քաղաքի տոնածառի տոնական միջոցառումը, համերգ եւ այլն, այդ ավտոբուսների չեմ ուզում էլի շատ են M6-ով։ Թե չէ խնդիր չկա, ես երիկունը պաստորեն բացեմ։ Հա, անպայման։ Թե Էդգարը չի ասել։ Հա, էլի այս ձևով։ Հիմա ինչ փուլում են աշխատանքները կներկայացնեն։ Վերջնական աշխատանքներն են արվում։ Բացելու ճանապարհը։ Այս բետոնն է մնում, այսօր իրիկու կամ վաղ առավոտ կլսնենք ու վերջ։ Այս հատվածը, հա, բայց դա չի խանգարում բացելուն, Չէ, էլի։ չէ։ Ընդամենը մի հատ միքսերակային են վերջ։ Հա, այս անպայման արեք։ Դե հիմնականում այստեղ դե ասֆալտապատում ենք անելու հետագայում, նաև սալիկապատում է տալի այս բետոնի պատնեշներին, բայց հնարավոր է, հնարավոր որն է, այս բան չենք անի ասֆալտապատում, եղանակի հետ կապված էլ, հետո սենց թե նենց ինքը նստվածք տալու է, էլի, իմաստ չկա մի հատ ասֆալտապատենք, հետո էլի նորից վրայից անենք։ Պարոն Ղումաշյան, նաև նկատեցին, որ այս աշխատանքները շատ արագ, կարճ ժամանակում փորձեցին շինարարները ավարտել։ Այ ինչ բարդություններ, դժվարություններ, ես վստահ եմ, որ բավականին մեծ դժվարությունների առաջ եւ համայնքը, եւ շինարարները, եւ բնակիչները կանգնեցին։ Իրականում այստեղ դուք ճիշտ եք, դե բնական է գետի հունի հետ կապված խնդիր է լինում, եւ որ աշխատանքներն սկսում ես այդ ջրի հեռացման հետ կապված։ Հիմա շատ արագ է կատարում, երկու պահով բախներս բերել է, ասենց ասած, համ շինարարն է պատասխանատու շինարար, ժամկետներում տեղավորվում է, ու ընդհանուր առմամբ որակի հետ կապված էլ տեղհսկողն էլ մենք էլ ոնց որ թե տենց խնդիր չենք արձանագրել։ Մանր-մունր ինչ-որ թերություններ կլինեն, կվերացնեն։ Հիմա կարևորը վաղ է ճանապարհը, Մերուժ ջան, պայմանավորվում ենք, որ վաղ անպայման բացենք, էլի։ Անպայման իրիկուն։ Վերևից իջնում է այս փողոցը, գալիս այն ժամանակ դեստեղ անցում կար, հիմա դե փակ անցումը։
Ինչ եմ մտածում էլ, եւ որ բնական է մեր քաղաքում այնքան շատ խնդիրներ կա, որոնք պետք է լուծեն, բայց երբ որ Աստծո հաջողությունով կարողանանք լուծել եւ հասնել այն կետին, որ արդեն էսթետիկ տեսքի մասին է խոսքը, ենթադրում եմ պետք է անդրադառնանք այս կառույցներին։ Իհարկե մեր բնակիչներն էլ խնդրելու են, որ հասկանալով այդ ամեն ինչին ըմբռնեն, մոտենան, որ իրականում սա քաղաքի տեսքն է, էլի։ Պատկերացրենք մի մասը թիթեղյա, մի մասը փայտյա, մի մասը քարե, մի մասը օրինականացված, բայց մեծամասնությունը ապօրինի է։ Դե հասկանալի է, այն ժամանակ բնակիչները ամենքը մի ձևով փորձել են իրենց ոնց որ հացի խնդիրը լուծել, բայց արդեն եթե գանք այդ մակարդակին, որ արդեն էսթետիկ, պատկերացրեք, այս ամբողջ չլինի, շենքերն են երևում, այդ ժայռային մասերն են երևում, շատ սիրուն կլինի, էլի գեղեցիկ կլինի, բայց դա ինձ թվում է մի քիչ հեռու ապագայում։ Կարևոր խնդիրները շատ են։ Հարսանանք Սարահարթ, այնտեղ երկու բակային տարածք ունենք, վերանորոգվում է։ Մի հատը գրեթե ավարտվել է, մյուսը տենց մի 50-60%-ն է աշխատանքները կատարվել։ Իդեպ էս ամեն անգամ ավտոբուսները տեսնելիս, որ բնակիչները ավտոբուսներից որ օգտվում են, իրականում մեծ խնդիր լուծվեց, էլի։ Այն ժամանակ շատ կարելի ասել տհաճ իրավիճակ էր։ Այս հատվածում էլ ոնց որ թե հարցը լուծվեց, ջրահեռացման ընդհանուր համակարգը վերջնական կառուցում են։ Այն ժամանակ է, որ կառուցել են, խնդիր էր առաջացել։ Էդ էլ է մեծ խնդիր, այն ժամանակվա ջրահեռացման այդ հատվածներում մարդիկ ինչ-որ կառույցներ են կառուցել, մի մասը սեփականացվել է, մի մասը տենց կիսատպռատ ու ժամանակին չի էլ մաքրվել, դրա համար այս ջրահեռացումը մեծ խնդիր էր առաջացրել։ Բայց հիմա ամբողջությամբ նոր համակարգ են կառուցել։ Երկու այս պահին բակ ունենք վերանորոգվող, այս բակն էլ շատ վատ վիճակում։ Ինքը նաև sense փոսային հատված է։ Հետո ժամանակին կարծեմ անձրևաջրերը, որ անձրևներ են լինում տևական ժամանակ, ընդհանրապես անանցանելի է լինում։ Կարելի ասել մեր բնակիչները թռչկոտելով են քայլում, բայց հիմա արդեն ոնց որ այդ հարցին լուծումը տալիս ենք։ Մի դեպ ասեմ, այստեղ նաև ընդհանուր կոյուղին ենք փոխել, այսինքն նոր կոյուղ ենք ունենալու եւ խցանումներ էր լինում այն ժամանակ, աշխատանքներ էր անում ուսուցումը։ Ալյուսը ոնց է առաջ, հա գնում ոնց է ուտում։ Ես ոնց է քիչ եք։ Ես ոնց է երկուսով եք։ Ես ընդհանուր բակի հեսա դուք տենում եք, կոյուղիներն է փոխվում է, փոխվել ավելի ճիշտ, նորը կառուցվել ու 4 բոլորը ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնելու, այն հատվածում էլ մի հատ փոքր հատված ունենք, ոնց որ տենց մի քանի խաղասարքեր ենք տեղադրելու բնակիչների համար, այլուսը։ Նախկինում ինչպիսին էր։ Նախկինում դե փոսերով էր նորմալ չէր վիճակը։ Հիմա հույս ունենք, որ լավ կլինի։ Այդ դուք նկատում եք, հետևում եք աշխատանքներին։ Ինչպես են ընթանում։ Լավ է, գոհ։ Վերանորոգման աշխատանքները մինչև վերջի ավարտվել, այնտեղ մնացել է հետիոտնային մասի սալիկապատումը ու բարեկարգում այն աստիճան ավանդակների, բայց դե մի հատ խնդիր կա, էլի, նաև ուզում եմ հիմա նայեք, այս նկուղը երկար տարիներ գոյուղագծերը խցանված են եղել։ Մենք եկանք, մաքրեցինք, անձամբ ես էլ եմ քանի անգամ իջել, ամբողջ նկուղով քայլել, այդ խնդիրները վերհանել, շինարարի, ներաշխատակիցների եւ այլն, ու
ու մաքրել ենք բոլոր այս պատվալները, եթե չեմ սխալվում, մոտ տասնյակին մոտ մեքենա աղբ ենք անել, բայց հիմա այն է սենց վիճակ։ Հիմա միգուցե բնակիչները իմ ասածից նեղան անել, բայց սա անելու բան չէ։ Պարբերաբար ես սրա մասին խոսում եմ, խոսել եմ ու ասելու եմ։ Այն տարածքները, որը որ մենք չենք մաքրել, չենք հասցրել եւ այլն, մի բան է, եւ որ մտածես դեմոկրատ չի, հիմա տարիների ընթացքում, բայց ախր կոնկրետ է շենքի նկուղը մի քանի անգամ մաքրել ենք։ Բայց հիմա եթե էլի սենց վիճակն է, մեզանից բնակիչը ինչ ունի պահանջելու։ Պարոն Գոմաշյան, սա շատ լավ առիթ է հիմա հենց տեղում, ինչ ուղերձ ունեք Դե բնակիչներին։ ուղերձը կներեք էլի մի հատ։ Ուղերձս հետևյալն է։ Էս ինչ է։ Դες բան չպետք է լինի։ Ինչ ուղերձ, դե ինչ ուղերձ ես ասել։ Հարգելի բնակիչներ մի աղտոտեք։ Դե իրանց բնակարանն է, իրանց շենքն է, դե եթե ուզում են աղտոտեն, թող աղտոտեն։ Ես ասել եմ, որ նմանատիպ աշխատանք, որտեղ մենք մաքրեցինք, իդեալական հանձնեցինք բնակչին եւ նույն բանն էլ մենք չենք անելու։ Դեպս մեքենան, որ կանգնած է Թումոյի կողքը, նախագիծը արդեն պատրաստ է, շուտով կունենանք նաեւ ստեղ այգի։ Մենք խոստացել ենք մեր տարիքով ավակ մարդկանց, ովքեր որ հրապարակում հավաքվում են ամանավանդ ամառները, այդտեղ նարդի, չգիտեմ, զբաղվում եւ այլն, տաղավար ենք խոստացել այնտեղ կառուցել, բայց ինչքան sense նայեցինք, հրապարակում հարմար չի տաղավար կառուցելը, որոշեցինք, որ ընդհանուր այգի կառուցենք երկու տաղավարով, այսինքն մարդիկ նաեւ զբաղվեն, այդ իրենց զբաղմունք ունենան, հա նարդի, շախմատ, չգիտեմ, կարտ եւ այլն, ու ունենանք արդեն բարեկարգ տարածք Թումոյի հարակից տարածքում ընդհանուր զբոսայգի կառուցենք։ Եթե չեմ սխալվում, 3-ի 18-ը պետք է լինի սա, որովհետև այստեղ շատ վատ վիճակ էր, բնակիչները շատ բողոքում են, ճիշտ ասած մի պահ դանդաղեց շինարարությունը, բայց հիմա ինչքան ոնց որ տեսնում ենք, ինտենսիվ աշխատում են։ Հա։ Քնաջան աշխատում են, ինչ ասեմ։ Ես էլ սառը շենքեր է, էլի ոնց ուզում ալի, ինձ թվում է լավ կլի։ Այսինքն նաև շքամուտքերի բարեկարգում է լինելու շենքերում։ Դե լավ կլի, էլի Անդրեևի ժամանակ ոնց որ նորմալ այդ որ ժոլոբ են ասում բանել, այդ ձևի բաներ չկար, պատուհաններից էր հիմնականում կաթում, խոնավացում։ Այս պահին գտնվում ենք պահանջագործների փողոցում, իդեպ բնակիչների շատ դիմումների, պահանջների եւ խնդրանքով այս փողոցն էլ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվում։ Ինքը քանի որ լայն փողոց է, այստեղ ունենալու ենք նաեւ հեծանվի ուղի, ուղղակի գծանշումով առանձնացված, մի պահ կար կարծիք, որտեղ որ հետիոտնային այդ անցումն է, մի քիչ ավելի լայնացնենք ու նաեւ ունենանք հեծանվային ուղի, բայց հետո որոշեցինք, որ ավելի ճիշտ է ասֆալտում ուղղակի գծանշումով արվի։ Մանավանդ ամառվա սեզոնին այստեղ շատ ինտենսիվ է շարժը, թե ուղղակի ոտքով, թե մեքենայով։ Ունենանք գեղեցիկ փողոց ստեղել։ Այս էլ դե շատ վատ վիճակում էր։ Հիմա այս պահին դե մի քիչ տենց շինարական ինտենսիվությունը չկա, բայց այստեղ էլ էր գոյուղագծերի հարց, ջրագծերի հարց, տենց վերանորոգել լուծելով առաջ ենք գնում։ Մաշան, թերևս ամենաժամանակատար խնդիրը, ես ոնց հասկացա, հենց այդ ենթակառուցվածքների հետ կապված, չգիտեմ, գոյուղագծեր, ջրատարներ, այլ մալուխներ, էլեկտրաէներգիայի հետ կապված, չգիտեմ, սրանք այն խոչընդոտներն են, որոնք երկարացնում են հենց բուն շինարարության ընթացքը։ Դե գիտեք, այդտեղ ամենամեծ խնդիրն ինչու՞մ է, որ խնդիրը նրանում է, որ այդ բոլոր ենթակառուցվածքները չունենք ինչ որտեղ, օրինակ արխիվացված, որտեղով ինչ ասում։ Մի մասը ունենք, բայց ընթացքում տարիների ընթացքում այնքան շատ ինքնական տես նմանատիպ կառույցներ են արել, որ շինարարն էլ մենք էլ չգիտենք, նախագծողն էլ չգիտի, եւ որ նախագիծը տալիս է,
շինարարը մտնում է, սկսում աշխատանքը ու հանդիպում նմանատիպ խնդիրների։ Բնականաբար դա բերում է հավելյալ ծախսի, բերում է հավելյալ ժամանակի վատնման, դրա համար մի քիչ ձգձգվում է մեր աշխատանքները։ Իդեպ են վերևի շենքներն են արդեն սկսել վերանորոգել տանիքը։ Շենքն էլ շենքերի տանիքները շատ վատ վիճակում։ Սա 1.18-ն է, եթե չեմ սխալվում։ մոտավորապես ձեզ քանի տարուց մենք տանիքների հետ կապված խնդիր չենք ունենում։ Գիտեք, եթե մենք բոլոր ռեսուրսները, հա, հղենք տանիքների վրա, այսինքն բոլոր գումարները են ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների, մանկապարտեզների, մի տարում էլ կարելի է այդ հարցը լուծել։ Բայց խնդիրը նա է, որ մյուս աշխատանքներն էլ, հա, օրինակ մանկապարտեզը ոնց չվերանորոգես, եւ որ երեխաների համար թե հիգիենիկ, թե ընդհանրապես վատ վիճակում է։ Վատ չեն կարել, հա, այս տարի 15 բազմաբնական շենք ենք վերանորոգում, անցած տարի 10 ենք վերանորոգել։ Բայց այո, բայց քաղաքում համայնքում աղթալայել ենք ունեցել վերանորոգվող, մի շենք էլ Քարկոպ ենք վերանորոգել։ Մեկ տարին էլ է բավական, որ խնդիրը լուծենք, բայց այստեղ ֆինանսների հարցն է։ Հիմա տես այդ տանիքները, հա, որ ասենց սիրում լինի։ Հա, մնա քիչ քանից հաճելի է ստոմից։ Մի քանի հատ։ Քաղաքում ուրեմն տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Առաջին մեծ ծրագրերը, որ կատարում ենք, դա կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացումն են։ Դրանք տարբեր են, շատ բազմազան։ Տանիքների, բազմաբնական շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, ճանապարհներ տարբեր, բակային հատվածներ, լուսավորության համակարգ, մանկապարտեզների վերանորոգում եւ այս ծրագրերը ընդհանուր առմամբ շարունակական են, նաեւ կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ կատարում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները եւ ես ուզում եմ նշեմ, որ Զուտ Ալավերդի քաղաքում, ոչ ընդհանուր խոշորացված համայնքում, այս բազմաթիվ ծրագրերը, որտեղ նաև մտնում են նաև համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները եւ այլ աշխատանքներ, ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 միլիարդ 190 միլիոն դրամ, որը իրականում մեծ ծավալի աշխատանքներ են եւ դրանք լինելու են շարունակական։ Բնականաբար մյուս տարի 26 թվականի համար արդեն սուբվենցիոն ծրագրերի հայտը ներկայացրել ենք կառավարություն, հաստատելուց հետո արդեն կսկսվի նաև մյուս տարվա ծրագրերը, այսինքն մեծ շինարարական աշխատանքներ կարելի է ասել, որ շինարարական բում է լինելու Ալավերդի համայնքում։ Սրտանց ես ուզում եմ շնորհավորել մեր համայնքի բնակիչներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ցանկանամ բոլորի ընտանիքներում առաջին հերթին լինի առողջություն, խաղաղություն, սեր եւ վստահեցնում եմ, որ 26 թվականը Ալավերդու համայնքի բնակիչները իրենք են տեսնելու, որ իրականում փոփոխություն է կատարվում մեր քաղաքում, իրականում բարելավում են ենթակառուցվածքները, իրականում բարելավում է այն հատվածները, որոնք տարիներ շարունակ կարիք է ունեցել վերանորոգման, բարեկարգման եւ կցանկանամ, որ 26 թվականին եւ ընդհանրապես համայնքում հետագայում աղետներից եւ բնական կատակլիզմներից հեռու լինենք, որովհետեւ ինչպես գիտեք, համայնքում տեղի ունեցած աղետը իրականում շատ մեծ վնասներ պատճառեց թե բնակիչներին, թե ընդհանուր համայնքի ենթակառուցվածքներին եւ կցանկանամ, որ համախմբված լինեն։ Մենք բոլորը սիրենք մեր քաղաքը, սիրենք մեր բնակավայրերը, որովհետև դրանից մեծ բան է կախված, եւ որ դու քո աշխատանքը կատարում ես սիրով եւ կատարում ես նվիրվելով, բնականաբար եւ ունենում ենք հետագայում այլ տեսք, այլ բնակավայր, այլ համայնք, որտեղից ոչ թե ուզում ես մեկնել այլ, չգիտեմ, տարբեր քաղաքներ կամ տարբեր երկրներ, այլ ուղղակի ուզում ես ապրել, արարել
եւ ես վստահ եմ, որ մենք գալու ենք, հասնելու ենք մեր նպատակին, որ երբեք չենք ուզենալու լքենք մեր սիրելի Ալավերդի քաղաքը։ Եվ սրտանց եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բնակիչներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ։